Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 31-ի համար։ Հարգելիներս, այս կանխատեսումները այս ալիքում սա վերջին օրն է։ Այս կանխատեսումները կարող եք գտնել իմ մյուս ալիքում երեկոյան ժամը 19:00-ին հայկական ժամանակով, Հայաստանի ժամանակով։ Կմիացնեմ ալիքները իրար, ես արդեն այդ մասին ասել եմ։ Իսկ այս ալիքում արդեն քիչ-քիչ կլինեն սիրային կանխատեսումներ, ոչ թե այսպես ամենօրյա կանխատեսումներ։ Կարող եք այս կանխատեսումները այսուհետ գտնել հղումով, որ ես կներկայացնեմ։ Նաև կարող եք միանալ Telegram ալիքին, անջատել այնտեղ ձայնը, երբ որ ձեզ հետաքրքիր է, մտնեք տեսեք ինչ նորություններ կան, որովհետև այնտեղ արդեն իսկ նորություններ կան։ Այսքանը եւ եթե այստեղ չեք տեսնում տեսանյութերը, ապա այնտեղ կտեսնեք հաստատ, կկիսվեմ ես, այնտեղ նաեւ արդեն admin եմ ընդունել, ինքը կկիսվի այդպես եւ կկարողանաք գտնել։ Այսքանը իսկ հիմա անցնենք կանխատեսմանը եւ գնանք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին մարտի 31-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, նորություն կլսեք, պետական հիմնարկության հետ կապված հարցեր կան, դա կարող է նաև բժշկական կենտրոն, ուսումնական եւ այլն, անընդհատ չկրկնեմ դա, չենց կրկնում եմ, որտեղ նոր մարդիկ կարող են լինել, եւ դա ինչ որ մի բան է ձեզ տանջում, տատանվում եք, ծանրութ հետևականում, մտածում եք ինչ որ բաների մասին, եւ ընտրության առջև կանգնած կլինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 31-ին։ Հարգելի ցուլեր, սա տարվա ծնված ցուլերին է վերաբերվում, այդ օրը ոմանք ունեն սիրային ժամադրություն,
Ոմանք նաև պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, հեռախոսազանգ, որը կարող ես քնից հանել, նաև հանդիպում ունեք օրվա ընթացքում, դե այստեղ արդեն կար, նաև ոմանք սիրո խոստովանություն կստանան, իրենց սիրված կզգան, կսիրահարվեն նաև, ընտանիքում սեր, այդպես շատ սեր կստանաք։ Եվ հույս ունեք, հույս նետել եք ինչ-որ մեկի վրա, հույսով սպասում եք, հույսով լցված եք, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին մարտի 31-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը նորություն կլսեք, նաև ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու, կարող նորությունն է։ Հաղթանակած դուրս կգաք որևիցե հարցում, սպասում եք նաև օրվա ընթացքում ինչ-որ մեկին, ինչ-որ բանի հանկարծակի լուր կլսեք եւ ունեք գաղտնի սիրավեպ կամ գաղտնի գործողություններ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին մարտի 31-ին։ Հարգելի նապաստակներ, այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, նաև տան հետ կապված ինչ-որ հարցեր կան, որոնք որ պետք է անեք, լուծեք, միգուցե առիթ է կամ ձեր տանը կամ պետք է գնաք։ Ոմանք այստեղ սիրային ժամադրություն ունեն, այնտեղ իր հետ երկար կմնան եւ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք։ Նաև նույնը կասեմ ձեր հարազատ մարդկանց հետ, կարող եք հանդիպել երկար մնալ։ Տատանվում եք այստեղ միգուցե նվերի հետ կապված հարցերով կամ ինչ գնեք կամ ինչ նվեր եք ստացել միանգամից շուտ գնան, որ գնաք նվերները ստուգելու, ինչ որ այն նաև ընտրության արժև եք, եթե այստեղ դուք եք ընտրում նվերը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնայինք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին մարտի 31-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը ոչ է տհաճ պահեր կան, պետք է ինչ-որ բաներ են, չի երևում ինչն է, նաև վերջ կտակ, վերջնական որոշում կկայացնեք, ամբողջ գործերը կանեք, կավարտեք, միգուցե տհաճ պահերը նաև ավարտեք, գումար կստանաք, որևիցե իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում է յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվի, նաև կողը դա ավարտվում է կամ նոր է սկսում այդ ցիկլը։ Եվ պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք։ Այստեղ տպավորություն որ գնալու եք վարկ փայկեք եւ այստեղ դրա համար տհաճ է դա ձեզ։ Եվ պետական հիմնարկության հետ կապված հարցեր դա կարող է լինել ուսման կենտրոն, դա կարող է լինել նաեւ բժշկական կենտրոն, որտեղ ինչ որ գործեր կանենք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերին։ Ինչ է սպասվում օձերին մարտի 31-ին։ Հարգելի օձեր, այդ օրը ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այս ամիս եւս կկատարվի, կամ նոր է սկսում այդ ամեն ամսվա ցիկլը կամ ավարտվում է դա։ Ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, նաև ոչ նամակագրական կապի մեջ կլինեք կամ փաթեթ կստանաք, նաև փաստաթղթերի հետ կապված հարցեր են։ Հանդիպում ունեք այդ օրը եւ գաղտնիք է բացահայտվելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնայինք ձերին։ Ինչ է սպասվում ձերին մարտի 31-ին։ Հարգելի ձեր, այդ օրը հյուրեր կընդունեք կամ դուք կգնաք հյուր, նաև գումար կստանաք, ձեր ցանկությունները կիրականանան, ինչ-որ մեկին եք սպասելու օրվա ընթացքում կամ ինչ-որ բանի, նաև հաջողություն ունեք այստեղ կամ եթե հիվանդ եք, այդ առումով կամ եթե ինչ-որ մեկն է հիվանդ, նաև այստեղ ինտիմ հարաբերությունները նույնպես ոնց որ հաջողություն է դա։ Եվ այն ինչ որ քնած էր, դա եւս կարող է հաջողություններ բերել։ Բայց չգիտեմ ինչու տխրում եք կամ ինչ որ մեկից կարող եք հիասթափվել կամ ինչ որ բանից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին։ Ինչ է սպասվում այծերին մարտի 31-ին։ Հարգելի այծեր, նաև ոչխարներ է կոչվում։ Օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված այդ օրը։ Ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան, նոր է հանդիպում պետական աշխատողի հետ, կամ բիզնեսի հետ կապված ինչ-որ հարցեր են, հաճախորդների հետ կապված։ Նաև սա աշխատանքն է, ոնց որ հույսով եք, որ աշխատանքի կկանչեն, հույսով եք, որ աշխատանքի կընդունվեք, նաև դա կարող է լինել, ոնց որ աշխատանքի թեման է։ Եվ այդ օրը հույսով լցված եք, այսպես թե այնպես, հույսով սպասում եք ինչ-որ մեկին, հույսնետել եք ինչ-որ բանի վրա, հեռախոսազանգ ունեք, հանդիպում, եւ նաեւ կարող եք վիճել, հետո հուզվել, արտասվել, ինձ համար այստեղ պետք է ուշադիր լինել։ Նաեւ կարող եք հանդիպման համար եք հուզված եւ դա եթե տեղի ունենալու տանը, կարող արդեն տունն եք մաքրում, հավաքում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկների մարտի 31-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, ընկերուհու հետ, նաև սեղանի շուրջակ նստելու միգուցե երեխաների հետ, միգուցե ընտանիքի հետ, միգուցե կարող է շատ կարևոր ինչ-որ առիթ է ընտանիքում, նաև երեխաների առիթ կարող է լինել, հա, այդպես սեղանի շուրջ նստեք։ Ճանապարհ եք գնալու այդ օրը կամ ձեզ մոտ են գալու ինչ-որ մարդիկ եւ ուշադրություն դարձրեք նաև ձեր առողջության այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ակաղաղներին։ Ինչ է սպասվում ակաղաղներին մարտի 31-ին։ Հարգելի ակաղաղներ, այդ օրը ոմանք կարող են գնալ ժամադրության, այդպես երկար մնակ այնտեղ, ոմանք նաև հանդիպեն իրենց հարազատ մարդկանց, իրենց հետ երկար մնակ, ոչ հնարավորություն կարող ձեր ձեռքից բաց թողնել եւ տխրել, կամ հիասթափվել եւ ձեզանից եւ այդ պահից, նաև հյուրեր կունենաք կամ դուք կգնաք, փաստաթղթային հարցեր են այստեղ, որ կարող եք լուծել, լրացնել, գրել, նաև ոչ մեկից նամակ կստանաք կամ դա նաև փաթեթ է, որը կստանաք եւ սպասման մեջ եք լինելու, ինչ-որ բանի կարող եք սպասել, այնպես կամ ինչ-որ մեկին սպասել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։
Ինչ է սպասվում շներին մարտի 31-ին։ Հարգելի շներ, այդ օրը գումար կստանաք, ձեզ սիրված կզգաք, լավ կզգաք, ոմանց սիրախոստովանություն կանեն կամ դուք կանեք։ Նաև դա կարող է լինել հանդիպում հարազատների հետ, գումարը ինչպես կգա, այնպես էլ կծախսեք, կվճարեք կամ գումարի մասին եք խոսելու, հետո գումար են տալու ձեզ։ Նաև հույսով լցված եք, հույսն է դել եք ինչ-որ մեկի վրա, ինչ-որ բանի վրա, գաղտնիք կբացահայտվի այդ օրը և ճանապարհ եք գնալու կամ ձեզ մոտ ինչ-որ մարդիկ կգան։ Այս քնը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազների, խոզերի։ Ինչ է սպասվում վարազներին, խոզերին մարտի 31-ին։ Հարգելի վարազներ, նաև խոզեր, այդ օրը յուրաքանչյուր քայլանելուց առաջ լավ մտածեք, երկար մտածեք, հետո նոր արեք։ Նաև այստեղ սպասում եք, երկար կարող եք սպասել, մնալու ինչ-որ միտեղ և սպասել։ Ոմանք շատ աշխատանք կունենան, ոմանք նաև կարող եք աշխատանքի մասին խոսել, նաև դա կարող է լինել հանդիպում պետական աշխատողի հետ, ձեր գործերը, ձեր բիզնեսը առաջ տանեք, այդպես հաճախորդների հետ շփում։ Օրվա ընթացքում նաև կցանկանաք պարկել հանգստանալ, դա նաև ինտիմ հարաբերությունները ոմանց համար։
Բայց այստեղ տխրեցնում է նա, որ դուք ունեք յուրաքանչյուր ամիս ինչ որ իրադարձությունները, որոնք որ կատարվում են ձեզ հետ, դա է ձեզ կամ տխրեցնում կամ հիասթափվում եք, ելի եկավ այդ ժամանակը, ոնց որ կամ դա ավարտվում է այդ ամեն ամսվա ցիկլը, կամ նոր է սկսում։ Եվ սեղանի շուրջ եք նստելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Եվ իհարկե կհանդիպենք արդեն մյուս ալիքում այս նույն տեսանյութերով։